911 911 հաղորդաշարի հերթական թողարկումն է Ռադիո Արևիկի եթերում։ Բարի օր բոլորին։ Սիրելի ունկնդիրներ, հիշեցնեմ, որ ամեն չորեքշաբթի արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ ձեր ունկնդրության ենք ներկայացնում օգտակար եւ շատ հետաքրքիր զրույցների շարք, որոնց հետևելով կիմանաք, թե ինչպես պետք է վարվել հրդեհի, երկրաշարժի, սառնամանիքի, փոթորկի, մի խոսքով բարդ ու վտանգավոր իրավիճակների ժամանակ։ Այսօր խոսելու ենք եւս մեկ բնական երևույթի՝ սողանքների մասին։ Մեր հյուրն է 911-ի խորհրդատու, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը։ Պարոն Մաթևոսյան, ինչ երևույթ է սողանքը, երբ եւ ինչպիսի պատճառների դեպքում է այն առաջանում։ Սողանքը դա լեռան լանջով ապարների սախքն է ծանրության ուժի ազդեցության տակ։ Ինքը բնական երևույթ է, որովհետև լեռան լանջի ողջ կառուցվածքը ինքը բնական ծագում ունի եւ կախված է շերտերի հատկություններից։ Օրինակ, եթե լանջի տակ կան կավային շերտեր, բոլորս գիտենք, որ կավին երբ ջուրը հասնում է, ապա նա դառնում է լպրծուն։ Եթե ջուրը հասնի մինչև կավային շերտին, ապա կավային շերտի վրա գտնվող ամբողջ հողազանգվածը կարող է սահել, քանի որ սահքի ուժը սաստիկ մեծանում է։ Ինչու ենք ծանրության կենտրոնի տեղաշարժի մասին ասում, որտեղ հողազանգվածի շարժերը բերում են ծանրության կենտրոնի տեղափոխման։ Հիմնական պատճառները նրա գրունտային կառուցվածքներն են եւ ջրերի առկայությունը։ Իհարկե սողանքներ առաջանում են նաեւ մարդու գործունեության արդյունքում, որտեղ լանջի ծանրության կենտրոնի տեղափոխում կարող է նաեւ տեղի ունենալ մարդու գործունեության պատճառով։ Իսկ որքան հաճախ է առաջանում մարդու գործունեության արդյունքում։ Շատ հաճախ, որովհետեւ այսօրվա տեխնոլոգիաները ի նկատի ունեմ ճանապարհաշինարարությունը, ջրագծերի անցկացումը, գազատարների անցկացումը, որոնց պատճառով կարող ենք լեռների լանջերին ձեռք տալ, ծանրացնել լեռների լանջերը տարբեր կառույցների պատճառով, ծանր տեխնիկա աշխատացնել այդ լանջերում, որտեղ այդ ծանր տեխնիկայի աշխատելու ժամանակ տեղի ունենում տատանումներ, որոնք կարող են ազդել թույլ լանջերի վրա եւ նրանք կարող են սահել այդ շարժերի պատճառով։ Ճանապարհների կառուցման ժամանակ պայթեցումները, հատկապես ջրահեռացման ոչ նորմալ համակարգերի կառուցումը, երբ ջուրը կարող է ներծծվել եւ ինչպես ասացի հասնել կավային շերտին, որի պատճառով այդ կավային շերտի վրա գտնվող ամբողջ հողազանգվածը կարող է շարժվել։ Մարդը կարող է դարավանդներ կառուցել լեռան լանջի վրա եւ այդ դարավանդներում ինչ որ բաներ ցանել, ծառեր տնկել, չգիտեմ, բոստանային կուլտուրաներ, բայց ինչ է այդ ժամանակ տեղի ունենում։ Երբ որ լանջը կար, ապա ձյան տեղումները, անձրևի տեղումները, բնական ճանապարհով լանջնիվար իջնում էին ներքև։ Երբ դարավանդներ են պատրաստում, պայման է ստեղծում, որ ջուրը խորք ներծծվի եւ բավական է ներքևի մասում լինեն իմացած այդ կավային շերտերը, որ ամբողջ լանջը արդեն կդառնա սահող։ Բացի այդ կարող են լանջի վրա կառուցել շենքեր։ Ամեն մարդ պետք է իմանա, որ շենքը ունի կշիռ։ Լանջի վրա եթե դրեցիր շենք, լանջի ծանրության կենտրոնի տեղաշարժ է տեղի ունենում։ Դրա համար ոչ բոլոր լանջերի վրա կարելի է շինարարություն իրականացնել։ Պետք է իմանալ, թե որքանով են կայուն այդ լանջերը, նրանց ներքևում ինչպիսի շերտեր գոյություն ունեն։ Դուք լսում եք 911 հաղորդումը։ Հայաստանում սողանքային գոտիները շատ են, կարող եք նշել այդ տարածքները։ Գիտեք, Հայաստանում սողանքային գոտիները ոչ թե շատ են, այլ շատ են։ Մենք այսօր ունենք մեր այս փոքրիկ տարածքում 3000 սողանքային հատված։ Ընդ որում կարող եմ ասել, որ մինչև 1980 թվականը մենք ունեցել ենք 2800 սողանքային հատված։ Այսօր մենք ունենք 3000 սողանքային հատված, այսինքն 40 տարիների ընթացքում կարողացել ենք մարդու գործունեության արդյունքում ավելացնել եւս 200 սողանքային հատված։ Գիտեք, սողանքային հատվածներ բոլոր լեռնալանջերին գրեթե մենք ունենք, Լոռի, Փամբակ, Աղստև, Տավուշ հատվածներում, Հարավային Զանգեզուրում, ունենք բոլոր գետերի գետահովիտներում գրեթե, ձորերի մոտ, ունենք այդպիսի հատվածներ Որոտանի, Դեբետի ավազաններում, Ձորագետի ավազանում։ Օրինակ Ձորագետի ավազանում մենք ունենք Ձորագեսի մոտ մի հատված, որը շատ հզոր է, նրա խորությունը կազմում է 70 մետր, շարժման արագությունը 25 մմ է մեկ տարվա ընթացքում։ Ունենք Երևան քաղաքում, Սարիթաղի հատվածում մենք ունենք սողանքային այդպիսի վտանգավոր տեղեր, այնպես որ բավականին շատ են, 3000-ից ավելի սողանքային հատվածներ մենք ունենք։
Սողանքային գոտիներում հողազանգվածներն աստիճանաբար են ցած իջնում տարիների ընթացքում, թե երևույթը միանգամից է տեղի ունենում։ Գիտեք ինչպես է լինում, սկզբում աստիճանաբար կարող է մի քանի միլիմետր գնա 20-25 միլիմետր ամբողջ տարվա ընթացքում, նույնիսկ միկրոններով կարող է շարժվի տարվա մեջ, բայց բավական է հասնի քրիտիկական մասին, այդ դեպքում դա տեղի է ունենում ակնթարթային։ Պարզապես լուծում այլևս լինել չի կարող, նա ակնթարթային շատ մեծ արագությամբ կարող է ինչպես փլուզումն է տեղի ունենում, բայց մինչև այդ ինքը շատ դանդաղ է գործում։ Իսկ ինչպես կարող ենք հասկանալ այս կամ այ վայրը սողանքավտանգ է թե ոչ։ Նախ ասեմ, որ բոլոր լանջերը պետք է համարենք, որ սողանքավտանգ են։ Յուրաքանչյուր լանջ գտնվում է ինչ-որ մի համայնքի տարածքում։ Եվ եթե այդ համայնքի տարածքում լանջի օգտագործման ծրագրեր են իրականացվում, ճանապարհաշինարարություն, բնակարան շինարարություն, այգեգործություն, տեղական ինքնակառավարման մարմինը պետք է իմանա, թե ինչպիսի լանջ է իր լանջը։ Արդյոք կարելի է այդտեղ ինչ-որ բաներ կառուցել լանջի վրա, ինչ կա նրա տակ։ Եթե օրինակ այնտեղ քարային հատվածներ են, ապա ամեն ինչ էլ կարելի անել, բայց եթե կավային շերտեր են, շատ վտանգավոր է։ Ավելին ասեմ, շատ դեպքում գյուղատնտեսական ոչ ճիշտ գործունեությունը բերում է սողանքների։ Եթե ուշադրի նայեք, դուք կտեսնեք, թե ինչպես շատ տեղերում լանջերը լանջնի վար են ակոսները գցում, որը շատ վտանգավոր է։ Չի կարելի այդպես անել, պետք է դարավանդների նման լինի։ Լանջին ուղղահայաց պետք է լինի այդ ակոսները, այնպես որ մարդու գործունեության արդյունքում շատ կարող են այդպիսի բաներ լինել։ Եթե ուզում եք իմանալ սողանք կա թե չկա, կարող եք տեսնել լանջի վրա կան ուռած տեղեր, ոնց որ լանջը խռովված լինի, ուռչում է լանջը։ Դա նշանակում է վերևից ուժ կա նրա վրա ազդող, որ լանջի ներքևի մասում ուռչում է։ Բացի այդ լանջի վրա ծառերը թեքվում են օրինակ, նշանակում է ներքևի մասը գնում է։ Այնպես որ շարժը նկատելը բավականին դյուրին է։ Եթե մենք կարողանանք դա տեսնել եւ ժամանակից է կախված, որտեղ եթե ինքը հասավի քրիտիկական զանգվածին ինժեներական ոչ մի աշխատանք չի կարող նրան կանխարգելել։ Դուք լսում եք 911 հաղորդումը։ Ինչ վտանգների կարելի է սպասել սողանքների ժամանակ։ Սողանքների ժամանակ բազմաթիվ վտանգների կարելի է սպասել։ Նախ մարդկային զոհերի, այնուհետև մարդիկ կարող են հայտնվել փակուղիներում, հատկապես հողի տակ։ Նույն ձևի կարող են կենդանիները հայտնվել, կարող են փլուզվել ճանապարհները, տարբեր ենթակառուցվածք, ջրատարներ, գազատարներ, էլեկտրահաղորդման գծեր, ամեն ինչ ինչը որ կառուցված է սողանքային այդ տարածքներում, դրանք բոլորը կարող են շարքից դուրս գալ։ Եվ գիտեք, կախված նրանից թե ինչպիսի հողազանգված է, գալիս դրանից կախված է նաև զոհերի թիվը։ Հայաստանում եղել են այդպիսի նշանակալից սողանքներ, օրինակ Արարատ լեռան լանջի սողանքը, որը տեղի ունեցավ երկրաշարժի հետևանքով, իր տակ թողեց Ակորի գյուղը։ Ակորի գյուղը 2000 բնակիչ ուներ։ 2000 բնակիչ զոհվեցին միայն 1840 թվականին։ 1997 թվականին Կապան քաղաքում տեղի ունեցավ այդպիսի սողանք Կայրանամերձ հատվածում եւ այդ սողանքի ժամանակ զոհվեց 3 հոգի։ Այդ հողը լցվեց Կայրանամերձ տարածքում եւ քանի ժամ գնացները չէին աշխատում։ Հողի զանգվածը, որը ներքև էր եկել, դա 9.8 միլիոն խորանարդ մետր էր։ Որպեսզի պատկերացնենք այդ զանգվածի վերացման աշխատանքները ինչ ծավալ էին կրում, բավական է իմանալ, որ այն ժամանակվա ամենաբարձր տարողությամբ մեքենան հող տեղափոխող կարող էր տեղափոխել ընդամենը 9 խորանարդ մետր։ Հետևաբար այստեղ գնում էր 1 միլիոն ռեյսի մասին, երթողի պետք է իրականացվեր, որ կարողանային այդ հողը տեղափոխել։ Հարց է առաջանում. լեռան լանջը կարելի, մենք հենց պետք է լեռան լանջի հետ այնպես վարվեինք, որ այդ հսկայական քանակությամբ հողը գար ներքև, ու պետությունը միլիոնների ծախսեր կատարեր, որ մաքրեր այդ։ Դրա համար եմ ասում, նախորդ պետք է իմանալ, թե ինչ նպատակով են դրանք իրականացվում։ Վտանգավոր կարող են լինել հատկապես, եթե նրանք գետերի հուների մոտ են։ Իսկ գետերի հուների մոտ սողանքների հավանականությունը մեծ է, ինչու որտեղ երբ որ գետերը լանջը սկսում են քանդել, նա փաստորեն առաջ է բերում սողանքի ակտիվացում եւ այդ լանջը կարող է դառնալ սողանքավտանգ։ Բայց այստեղ էլ լանջը եթե սահում է, նա կարող է փակել գետի հունը, դառնալ արհեստական պատվար եւ ջուրը բնականաբար կբարձրանա, հետո այդ ջուրը կքանդի այդ պատվարը եւ այդ ամբողջ ցեխը որպես արդեն ցեխաջուր ինքը կտեղափոխի ներքև եւ մենք կունենանք սելավային ուժեղ հոսքեր։ Այսպիսի երևույթ մեզ հետ եղել է 1995 թվականին Քոբեսանային հատվածում, երբ որ Դեբետ գետի հունը փակվեց նման ձևով, հետո
Ինքը կառուցված չէր որպես պատվար, փլուզվեց ու բավականին մեծ հեղեղումների վտանգ առաջացավ։ Այսպիսի երևույթներ կարող են լինել, այնպես որ հսկայական աշխատանքներ կարող են առաջանալ, երկրորդային վտանգներ, որոնք խիստ վտանգավոր կարող են լինել մարդկանց համար։ Իսկ հնարավոր է արդյոք կանխել սողանքը, առհասարակ կանխարգելիչ ինչ միջոցառումներ են իրականացվում մեր երկրում։ Գիտեք, աշխարհում ինչ միջոցառումներ որ իրականացնում են, նույնն այ մեր երկրում պարզապես ծավալներն է տարբեր։ Ինչ մեթոդներ կան, օրինակ սողանքավտանգ լանջերում աշխատում են ծանրությունը թեթևացնել, հողը տեղափոխել, որի ծանրությունը ավելի փոքր լինի, դարավաններ չկառուցել, պարզապես թեթևացնել տարածքը։ Հենապատեր կարելի է կառուցել, իհարկե ինժեներական տարբեր կառույցներ կան, որոնք կարող են թույլ չտալ, եթե իհարկե չի ակտիվացած, որտեղ հենց որ ինքը եղավ հզոր ակտիվ վիճակում, ոչ մի ինժեներական կառույց չի կարող օգնել, պետք է վերցնես բնակավայրը տեղափոխես նոր վայր։ Այն ինչը տեղի է ունենում Ողջաբերդի, որտեղ Ողջաբերդում 2-3 անգամ նման գործընթաց կառավարության կողմից իրականացվել է, պարզապես բնակիչները չեն գնում, որտեղ այդ տարածքը ճանապարհի վրա է, առևտուր են անում եւ այլն, շահույթներ ունեն, իրենց տները չեն լքում, բայց խիստ վտանգավոր է կամ այական ժամանակ կարող է գոյություն չունենալ այդ բնակավայրը։ Դուք լսում եք 911 հաղորդումը։ Պարոն Մաթևոսյան, ինչ չի կարելի անել սողանքի տարածքում կամ երբ սողանքային գոտում են գտնվում։ Ես տեսեք ինչ ասացի, ես փաստորեն ասացի, որ սողանքների համար ջուրը թշնամի է։ Հետևաբար մակերեսային ջրերի հեռացում պետք է կատարվի առունների կառուցման միջոցով լեռների վրա, որպեսզի մակերեսային ջրերը չթափանցեն լանջի խորքը։ Եթե լանջը ջուր ունի, ապա ջրահեռացում պետք է կատարել։ Շատերը շփոթում են առուն ջրահեռացման հետ։ Օրինակ ասենք խողովակաշարեր կարելի է տեղադրել լանջի վրա եւ տեսածել կլնեք թե ինչպես այդ խողովակաշարերից ջուր է կատկտում, այսինքն լանջը ջրազրկում է կատարում։ Դա դերնաժային համակարգ է, փաստորեն որով կարելի է այնպես անել, որ լանջի ջուրը ոչ թե խոր գնա, այլ նրա հեռացումը կատարես այդ դերնաժային համակարգերի միջոցով։ Այս ճանապարհով կարելի է կանխարգելել եւ կանխել ընդհանրապես սողանքների այդ շարժը, ինչպես կառուցումների բանի համար ասեցի, որտեղ սողանքները ընդհանրապես տարբեր պատճառներ ունեն, օրինակ քիչ առաջ խոսում էի Ակորի գյուղի մասին, որը որ երկրաշարժի հետևանքով սողանքը, հետևաբար սողանքները կարող են աշխատել երկրաշարժերի պատճառով նույնպես։ Սպիտակ երկրաշարժի ժամանակ մի քանի սողանքային հատվածներ գոյացան, մեկը Ջաջուրի մոտ, այնպես որ դա էլ վտանգավոր է։ Չի կարելի պարզապես անտառահատում կատարել լանջերում։ Անտառահատում կատարելը ոչ թե համար է, որ անտառը իր արմատներով է պահում, այլ անտառը թույլ չի տալիս լանջին հողմնահարվել եւ լանջը պաշտպանվում է հողմնահարումից, որտեղ հողմնահարման դեպքում է, որ ջրերը կարող են անցնել խորքը, քայքայվել, հողի շերտերը եւ այլն։ Նաեւ իմանալով տեսակը գրունտների, կարելի այնպեսի ծառեր տնկել, որոնց արմատները խորն են գնում, ուղղահայաց, բայց արդյոք մենք ունենք այդ լանջերը, որտեղ կարողանանք նման ծառատնկում արել։ Իհարկե ծառատնկում, թփապատում այս բոլորը օգնում է պայքարել էրոզիոն երևույթների դեմ, որոնք հող են նախապատրաստում հետագա սողանքների համար։ Այսպիսի միջոցառումներով կարելի է ջրազրկելով անել։ Անպայման նման լանջերում եթե գյուղական համայնքներ կան, նրանք պետք է կոյուղի ունենան։ Իսկ դուք գիտեք, որ մեր գյուղական համայնքներում, որոնք լանջերում են գտնվում, գրեթե ոչ մի համայնք կոյուղի չունի, որի պատճառով կարող են այսպիսի երևույթներ առաջանալ։ Պարոն Մաթևոսյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով եմ այսօրվա զրույցը հետաքրքրեց ձեզ։ Հետևեք 911-ի նաև հաջորդ չորեքշաբթի եւ պաշտպանված կլինեք վտանգավոր իրավիճակներում։ Հաղորդումը վարեց Տաթևիկ Շատյանը, կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի։ 911